Հունվարի 29-ին համայնքային ոստիկանության բազումի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Գայի փողոցի բնակիչ հայր ու որդի տանը զբաղվում են ապօրինի ձեռնարկատիրությամբ, արտադրում եւ իրացնում են մսամթերք։ Տեղեկություն կար նաեւ, որ որդին մոտը պահում է թմրամիջոց։ Նույն օրը ժամը 19:30-ին 26-ամյա որդին հայտնաբերվեց Վարդանանց փողոցում։ Նա ներկայացրեց դեղնականաչավուն զանգվածով թղթեպատետ եւ 2 կաթուցիչ։ Նա չժխտեց, որ տանը 60-ամյա հայրը երկար ժամանակ ապխտում է մսամթերք եւ այն իրացնում Վանաձորի շուկայում։ Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված նախնական զննությամբ Գայի փողոցի նրանց տան նկուղում հայտնաբերվեց ապօրինի պատրաստված 159 հատ մսամթերք, նաեւ մսամթերք պատրաստելու հաստոցներ, գործիքներ եւ հումք։ Իսկ արդեն փետրվարի 4-ին նույն տեղում կատարված խոզարկությամբ հայտնաբերվեցին եւս 465 հատ մսամթերք, ապուխտի համար նախատեսված 77 տոպրակ եւ գործիքներ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։